Այնուամենայնիվ մենք սկսենք։ Ուրեմն կոչվում է ռեալիզմ։ Դուք գիտեք չէ՞ ռեալիզմի ինչ բանն է։ Օրինակ ասենք գրականության մեջ Օնորե դե Բալզակը։ Ու մինչև բանը ռեալիզմը գոյություն ուներ ռոմանտիզմ եւ կլասիցիզմ։ Կլասիցիզմը որն է։ Կլասիցիզմը կոչվում է, որ կա դասական արվեստ։ Դասական արվեստը դա Ռոմի եւ Հունաստանի արվեստն է։ Ուրեմն համարում էր, որ մարդկության հանճարը գագաթնակետին հասել է, ասենք, Հունաստանում։ Վերջ։ Եվ ուրեմն իրանք մեր արվեստի ուսուցիչներ են։ Իրանք տվել են գեղեցկության բոլոր չափանիշները։ Հա։ Կլասիցիզմ այդ առումով նաև նշանակում է Եվրոպայում մի քիչ ուրիշ բան։ Դա նշանակում է, որ կան այսպես կոչված արվեստի առարկաներ։ Ինչ է նշանակում արվեստի առարկաներ։ Այսինքն հստակ նշված էր։ Օրինակ կով կարելի է նկարել, ոչխար չի կարելի նկարել եւ այլն եւ այլն։ Օրինակ ասենք թե Լուիս Բուրժուան ասենք թե բանը չէ, ասենք սարդա սարքել դերել քաղաքի կենտրոնում։ Կլասիցիզմը արկելում է դες բաներ, ոնց կարելի դες խայտարակություն անել, դե խոժանություն ակություն։ Այսինքն այդպեսի մի բան էր։ Հաջորդ բանը, որ նայում ենք, նախ եւ առաջ ում կարելի է նկարել, չէ՞։ Եթե դու նկարում ես ինչ-որ մեկին, դա նշանակում է, որ այդ մարդը դա գալիս է իմիջիալից բանից, սրբապատկերի պատմությունից, որտեղ սկզբում նկարչություն չի եղել, եղել են սրբապատկերներ։ Իսկ սրբապատկերների մեջ ովքեր են սրբերը։ Բացի սրբերից իհարկե ասենք թագավորներ, ասպետներ եւ այլն եւ այլն։ Այսինքն գյուղացում նկարից որ ինչ, գոնկուր եղբայրներ, երբ որ գրում են, ասում են մենք մեծագույն հեղափոխություն ենք արել գրականության մեջ։ Ինչ ենք արել։ Մենք ասում ենք բանը այդ աղախնին հոգեբանությամբ ենք օժտվել եւ ինքը դրանով հավասար է դարձել այնտեղ գլխավոր երեսին արքայադուստրը։ Արքայադուստրն էլ ունի հոգեբանություն, բան էլ ունի հոգեբանություն։ Աղախինն էլ բոլորը ունեն հոգեբանություն։ Մի քիչ տարօրինակ բանն է, դրա համար ասենք առաջին ռեալիստների գործերը պարզ է որ օրինակ ասենք չես կարող հենց վերցնել ու ասենք գյուղացի նկարել։ Դու պիտի ինչ-որ քաղաքական հայացքներ ունենաս։ Ուրեմն ռոմանտիզմի հիմնական թեման, որ իրենք պատկերում է, դա ասենք միջնադարն է, որովհետև այսինքն ռոմանտիզմը հենց այդ է, որ ինչքան լավ է եղել միջնադարի ժամանակ, ասպետներ, չգիտեմ ինչ, այս կողմենքում, այդպես հերոսություններ եւ այլն, բայց ռեալիզմը արդեն տարօրինակ բան է։ Ներկայումս ինչ է կատարում, հասարակ սովորական կյանքը, ինչ ընդեղ կա պատկերելու, թեմա չկա, ոնց նժդեին թողած գնաց ինչ-որ չոբանիկ նկարես։ Ուրեմն պարզ է, որ մեզ հիմա բնական է թվում ռեալիզմը, բայց բանում, ասենք 19-րդ դարի սկզբին դեռս մտածում են, որ հարկավոր է վեհ պահերը, ասենք արձանագրել, սենց բարձր մարդկանց պատկերել եւ այլն, նույն գրականության մեջ, նույն էլ արվեստի մեջ։ Եվ այդ առումով օրինակ շատ հետաքրքիր կերպար է ռեալիզմի պատմության մեջ Կուրբեն, որտեղ ինքը բան արեց, ինքը ստեղծեց ցուցահանդես արեց առաջին ռեալիստական 55 թվականին, որքան էլ որ տարօրինակ է, եւ նույն թվականին գրեց ռեալիզմի մանիֆեստը։ Ինքը Կուրբեն բանն էր, անարխիստ սոցիալիստ էր եւ բանն է, օրինակ Փարիզի կոմունայի ժամանակ բանն էր, մշակույթի կոմիսար էր աշխատում եւ ոչնչացնում էր կներես կեղծ բուրժուական արժեքներ։ Եվ իհարկե ասենք թե որ ասում ենք ռեալիզմ, դա նշանակում է, որ կարևոր բան է կատարվել։ Մարդիկ հայտնաբերել են, որ կա իրականություն։ Ու իհարկե նկատի ունեն սոցիալական իրականությունը։ Օրինակ ասենք բանը, չէ՞։ Բալզակը ինչի մասին է գրում։ Բարև ձեզ, համեցեք։
Բարձակ ինչի մասին է գրում, Փարվենյունների, գիտեք Փարվենյու որն է։ Բանն է, ինքը թարգմանում է ֆրանսերենից, վայ երեխեք ջան, մեզ նստեք որ բան անեք, հա։ Քովիզ է, ուղղակի ափսոսը։ Հա, նորմալ նստեք իրար թիկունքի նստեք օրինակ։ Հա, ուրեմն բանն է, ունեց որ բանն է, այն որ հայտնաբերվեց, ասենք Փարվենյունների մասին է գրում, ինչ բան է Փարվենյուն, Փարվենյունը նշանակում նորահարուստ, այսինքն 1000 մի ավանտյուրիստ Նապոլեոնյան պատերազմների ժամանակ հարստացել է, կիսաքրեական ճանապարհով եւ այլն եւ այլն, նոր երևույթներ են, նոր իրականություն է, նոր սոցիալական իրականություն է, չէ՞, բանը, ուրեմն հասկանալի է ասենք այդ բանը, բայց կարելի է ասել, որ ռեալիզմը բնորոշ է այսպես կոչված շուկայական կամ նախնական կապիտալիզմի։ Հասկանալի է ձեզ։ Բայց գիտեք, որ ասենք թե այդ նախնական առևտրական կապիտալիզմը բանան, սկսում է արագ փոփոխվել։ Եվ որն է ամենամեծ հայտնագործությունը, որ կարելի ասել, բանն է, էլի ասենք փոխեց Եվրոպայի դեմքը եւ իրեն դարձրեց կապիտալիստական առևտրականից, ինքը դարձեց արտոնաբերական։ Դուք Տյորներին գիտեք։ Տյորներ, անգլիացին, ինքը շատ լավ նկար ունի, սենց մշուշ է, եւ այդ մշուշի մեջից, ասենք, գնացքը կամուրջի վրայով գնում է դեպի անհայտ ապագան։ Ուրեմն գնացքը, ուրեմն դա կարելի ասել արտոնաբերական հեղափոխության խորհրդանիշն է հանդիսանում։ Եվ դրա համար օրինակ շատ նկարիչներ նկարել են պոեզներ։ Պոեզ նստել եք երեխեք։ Փառքաստու։ Թե չէ ես շատ մարդկանց գիտեմ, որ գնաց չեն նստել այն բանը, ով է տեսել եռանկյունին, ընդ որ ասում է բանը, ասում է սամալյոտ պիտի նստես։ Չի ասում է, ինչ սամալյոտ, այռապլան պիտի նստեմ։ Դա նենց որ, հա։ Այնպես որ բան է լինում, երբ որ բանը գնացքները հայտնվում են, տրեսերը հայտնվում են եւ այլն, ուրեմն իրականություն դադարում է իրականություն դենելուց, բացատրելուց։ Եվ այդ պատճառով նաեւ ինքը ազդում է նաեւ մտածողության վրա, չէ՞, որտեղ եթե մարդիկ սկսում են նոր ձևով մտածել, գրողներն ու արվեստագետներն են սկսում նոր ձևով մտածել։ Եվ առաջին մարդը, որ հնարեց մոդեռնիզմ բառը, եւ ինքը մոդեռնիզմը գրականության մեջ, իհարկե ասենք թե Բոդլերն է, որ գրեց, ասենք նշանավոր չարի ծաղիկները։ Ու այնտեղ տեսնում ենք արդեն ոչ թե ասենք առևտրային կապիտալիզմի մարդուն, այլ կարելի ասել արդեն գնացքների ժամանակի, լուսանկարչության ժամանակի, չէ՞, որտեղ ժամանակ արդեն լուսանկարչություն կար։ Նկարչության մեջ ուրեմն բան է լինում։ Նապոլեոն III այսպեսի մի հատ կայսր կար, չէ՞, Լուի անունով, ինքը բանն էր, ոչ ուզում էր վերականգնել տենց կայսրություն եւ այլն, ու ինքը շատ էր սիրում հասարակ ժողովրդին։ Ու բանն էր, երբ որ սալոնը կազմակերպվում է, շատ նկարիչների մերժում են։ Դե քանի որ ինքը պոպուլիստ էր, կարճ ասած ինքը առաջին ֆաշիստն է եղել։ Ну, պրոտոֆաշիստ էլ է իմաստով, տենց ռասայական ու տենց ժողովրդական հայացքներ ուներ։ Ինքը առաջարկում է կազմակերպել մերժվածների սալոն, որպեսզի ժողովուրդը տեսնի, որտեղ են նկարներն ավելի լավ։ Սալոնում թե մերժվածներ։ Ճիշտն ասած, այդ մերժվածների սալոնում իսկապես մերժված պետք է մերժեին, այդքան էլ լավ չէին։ Բայց այնտեղ մի սկանդալ եղավ, դա բանը, Էդուարդ Մանեի, ուրեմն գործներ, հիմա կնայեք այսի այս գործը դրեց։ Ու բաները, այս մեր հանդիսատեսը ու արվեստաբանները, ու չգիտեմ արվեստասերները, ոչ թե պարզապես զայրացած էին, կատաղած էին, որտեղ համարեցին, որ այս մարդը եկել է, որ իրենց տեսել չես նկարը երևի շատ անգամ։
Սա համարվում է բանը, մոդեռնիզմի առաջին գործը արվեստում։ Ինչ խուժանություն է արել այս նկարում, նախ եւ առաջ։ Ինքը իհարկե ասենք թե իր նկարները միֆոլոգիական անցյալին չէին վերաբերում կամ պատմական բանին, իրական են ֆրանսիական Փարիզի կներես քաղաքացիների կյանքներ, որոնք ոչ թե քաղաքացիների են, ոնց են ասում, նու բանվորների չէ, բայց արհեստավորների, այդ տեսակի մարդկանց էլի։ Հա։ Նախ եւ առաջ ինքը փոխեց նկարելու մեթոդը։ Առաջինը, որ դուք տեսնում եք նկարի մեջ, ուրեմն հարթանկարը, հեռանկար չունի։ Ու պատկերացրեք այդ անփորձ բանը, չէ՞, գալիս նայում, արի ասում, այս լողացող կինը հեսա կընկնեց մարդկանց գիրկը։ Որտեղ իրանց աչքը սովոր էր բանը։ Հա, եւ այլն։ Հետո իրանք ցնցված էին բանից, որ մանեն օգտագործում են խոզանը։ Խոզի այդ մազերով բանը վրձինով նկարում եք, ինքը վրձինի տեղը թողնում է։ Իլյուզիա չկա, որ էսի բանը վրձինով չի արած, էլի, բան չես անում։ Էդ էլ բանն էր, էդ էլ ուրեմն բոլորի համար շոկ էր, ու նախ եւ առաջ ինքը բան էր, բոլորը ասում էին, ինչի քո մոտ, ասենք թե հատվածների մեջ է, ստվեր չկա, չէ, որտեղ անցումային անցումներ չկան, ոնց կարելի է այդպես նկարել, քյորփա երեխա չես ընկել, ուշում վրդովված է նախավոր։ Եվ այդ պատճառով ինքը համարում է, որ արվեստի մեջ մոդեռն մտածողության, չէ՞, բանը հնարով ինքն է եղել։ Մենք դժվար է եղեք մի ժամվա ընթացքում 200 արվեստ 200 տարվա պատմություն, ասես արագ պատմել են, բայց փորձենք, չէ՞։ Այդ ոնց է կոչվում Էյնշտեյնը բանը 20 րոպեում տիպը բանանը։ Ահա։ Ուրեմն կարճ ասած Մոնեն շատ ոգևորեց երիտասարդ արվեստագետներին եւ ընդհանրապես հետո շատ արվեստագետների եւ սկզբում առաջացան մոդեռնիզմի տարբեր ուղղություններ, օրինակ ասենք իմպրեսիոնիզմ, post-impressionism, cubism, expressionism, էլ ինչ գիտեք, օրինակ ֆովիզմ, օրինակ էլի, նույնիսկ տեսակի բան կար ճապոնիզմ, եւ եվրոպացիները որոշեցին ճապոնացիների ոճով նկարել։ Մոդեռնիզմի մի մասը համարվում նաեւ ավանգարդը եւ ֆուտուրիզմ, դադայիզմ, սյուրռեալիզմ, սյուրռեալիզմ կոնե գիտեք, հաստատ։ Հա? Պոպարտը կներես հենց դրան ենք հասնելու, թե բանը պոպարտը բանն էլի։ Իհարկե աբստրակցիոնիզմը գիտեք, դա էլ կարելի ասել մոդեռնիզմը, ընդ որում եւ ասենք ավանգարդիստական տիպի մոդեռնիզմ։ Ուրեմն մենք պետք է հասկանանք, թե ինչ է տարբերությունը մոդեռնիզմի եւ ռեալիզմի միջեւ։ Օրինակ ինչու Կլոդ Մոնեի կամ Էդուարդ Մանեի բաները ռեալիստական չեն։ Ինչի ռեալիստական չեն։ Լավ էլ ռեալ ծաղիկներ, օրինակ Մոնեն բանը չի անում, գնում էր, պլեներ էր անում եւ ոնց են ասում, հա, դե որովհետեւ իրենք ոչ թե ծաղիկներ էին նկարում, այլ լույս էին նկարում, ու դա մեթոդի արդեն փոփոխությունն է, չէ՞։ Որտեղ մենք ընկալում ենք ոչ թե առարկաները, այլ լույսը։ Առարկա տպավորություն։ Հա, բայց տպավորության համար լույս է պետք։ Մութի մեջ ինչ պիտի տեսնես, մեկը նկարել է տենց։ Հա, լավ է։ Մութ սենյակում երկու նեկր կռվում են, կներես մի հատ նկար կար 1870 թվականին է գրվել, ու պատկերացրեք մութ սենյակում երկու ամբողջը սև էր։ Դա առաջին սև քառակուսին է, կամ սև օղանքին է։ Ուրեմն նախ եւ առաջ ամենակարևորը հետեւյալն է։ Ինչ կատարվեց, երբ որ սկսեց արտոնաբերականացվել։ Արտոնաբերականությունը ոնց է տարբերում առևտրից ու գյուղատնտեսությունից։ Արտոնաբերությունը դա սարքում է իր արհեստական միջավայրը։
ինքը կառուցում է իր իրականությունը, այլ ոչ թե իրականությունը իրեն տրված է։ Ուրեմն արվեստագետն էլ, մոդեռնիստ արվեստագետը ոչ թե արտացոլում է իրականությունը, այլ ինքը նման է, ասենք, այդ տեսակի, բայց ինքը ալտերնատիվա ունդեմ է այդ ամբողջ կապիտալիզմի հետ պարզ չէ։ Հա։ Որտեւ արվեստը ճիշտ է, իսկ կներես այդ թալանչի այդ օլիգարխները սխալ, հասկացաք։ Հա, ուրեմն բանն է։ Դրա համար ասենք թե ուրեմն ռեալիստը արտացոլում է, չէ՞, ասենք բանվորների ծանր կյանքը։ Իսկ ինքը կառուցում է։ Ինչ կարելի է կառուցել, երեխեք, ով գիտի։ Չէ, օրինակներ բերեք։ Օրինակ ասենք կարելի է կառուցել տուն, ճիշտ է։ Կարելի է կառուցել քաղաք։ Կարելի է կառուցել հայկական պետականությունը։ Սպասի, բայց ավելի մեծ բան կարող եք պատկերացնել, որ կներես ամբողջ աշխարհը սարքում ես։ Այդ կոչվում է կոմունիզմ։ Հասկացա՞ք, կամ ուտոպիա, այլ կերպ ասած։ Ուտոպիա կամ ոնց որ Վագներն ասում, Gesamte Kunstwerk, արվեստի ամբողջական ստեղծում։ Ամբողջ աշխարհը արվեստի կանոններով սիրում սարքում ես։ Ամբողջ կոմունիզմն է տեսակի բանը, արհեստականորեն սարքած մի հատ ուտոպիա է, չէ՞։ Հա, տենց։ Հա, ուրեմն մենք հասկացանք։ Ուրեմն ինքը կառուցում է այդ մոդեռնիստը եւ դրա համար ասենք լիքը մոդեռնիստներ կային, որոնք ասենք թե կոմունիստներ էին։ Նու Կուրբեն գիտեք, արդեն էլի օրինակ Օսկար Ուայլդը ասենք չէ, բոլորն այդպես կոմունիստ բաներ էին, անարխիստ երբեմն ավելի հաճախ, բայց դե բան։ Կարճ ասած, քանի որ դա այդպես է, ուրեմն արտաքին իրականությունը մերժվում է, արտաքին իրականությունը երբ որ մերժվում է, ուրեմն քո համար կարևոր է դառնում ներքին իրականությունը։ Եվ դրա համար չի ձգտում մոդեռնիստ նկարիչը ցույց տա թե իրականության մեջը ոնց է, այլ կարճ ասած ինչ որ դու տեսնում ես դա իր ներքին իրականությունն է, որովհետև ներքին իրականությունը ինքը պոտենցիալ ունի, իսկ բանը շրջակա աշխարհը անարդար է, դասակարգային թշնամություն, պատերազմներ, սով եւ այլն եւ այլն։ Ուրեմն եւ այդ պատճառով քանի որ ներքին է, ներքին ուրեմն արտաքին աշխարհը չէ կապված է ֆիզիկայի օրենքներով, քիմիայի օրենքներով եւ այլն, բնագիտություն։ Բայց մարդու ներքին հոգեկանն է, ասենք կարծում եմ ուրիշ կանոններով։ Ուրեմն ալյուզիաներ, այսինքն ոնց են ասում, մտքումդ մի բան է գալիս, հետո դրանից հետո մտքումդ դու այդ բանը կապում ես մեկ ուրիշ տպավորության հետ եւ այլն եւ այլն։ Դա կոչվում է ալյուզիաներ, ռեմինիսցենսներ, տպավորություններ։ Դրանք ներքին իրականությունն է, ոչ թե արտաքին։ Եվ դրա համար կարելի ասել, որ օրինակ ասենք տեքստը ինքնին արժեք է դառնում, կամ ոնց որ Ֆլոբերն էր ասում, կեցե արվեստ արվեստի համար։ Արվեստը չի անում, որտեղ արվեստը սոցիոլոգիա չէ, ինքը ներքին բարձրագույն գիտությունն է ներքին իրականության մասին։ Սիգմունդ Ֆրոյդի տեղը ժամանակ չգիտեին, ասում դες, որտեղ ինքը ծնվել է 1855 թվականին։ Ուրեմն նու նախ եւ առաջ, եթե բանը կարելի ենք ասել ռեալիստական բանում, դա ամբողջի եւ հերոսի բախումն է։ Ռեալիզմում մեջ էլ, ասենք, բանի մեջ չէ, անուշը կներես այդ տեսակի բախումը, չէ՞, շնակում։ Բանը հերոսի, անհատի, անհատականության եւ ամբողջի եւ այլն, դա կարեւոր չի, ասենք, մոդեռնիստի համար։ Կարեւորը մարդու ներքին կոնֆլիկտներն են։ Որից իհարկե ասենք հետո Ֆրեյդը սարքեց գիտություն ներքին կոնֆլիկտների մասին։ Պարզվում է, որ շատ սուր են, այնքան սուր են, որ բան ճզմում են, տանում են ջրի հատակը, ոնց որ ասում են, մաննը, ով էր ասում, Ձիտնիկ Լողանց իր հատակը եւ այլն։ Այո, դա շատ խորը սիմվոլիկ նշանակություն ունի, դա մարդկային կյանքի
հոգեկան ընթացքի մասին է, բանն է եւ այլն։ Օրինակ ասենք շատ հետաքրքիր մի բան, շատ կարևոր է ռեալիզմի համար մանկությունը, հա, բայց մոդեռնիստի համար մանկությունը կարևոր չի։ Ինչու համար, որտեղ դուք ճիշտ հասկացաք, երեխան ինչ է նշանակում։ Երեխան նշանակում է, չէ՞, ոնց որ Դիկենսի Օլիվեր Թվիստում, չէ՞։ Երեխայի մասին է։ Դրա Դիկենս երեխեքին շատ է սիրում։ Երեխաներն սիրել են Դիկենսն արել իրավի։ Չարլզ Դիկենսը, ռեալիստ մեծ նկարի գրող։ Հա։ Ինչի համար չկա, որտեղ երեխան նշանակում է ապագա։ Իսկ իրանք այդ կապիտալիզմի պայմաններում ապագա չեն տեսնում։ Բայց նայում ես այս երեխան հետ ինչ ալնելու հետ, հասկացեք։ Դրա համար իսկ կարևոր բան է, էլի։ Ուրեմն իհարկե ասենք այդ տեսակի կներես ներքին ապրումները, բաները ահավոր ազդում են մարդու վրա, դրա համար մի քիչ իրանք ներվային էին ստացվում, ինչ-որ տարօրինակ կերպարներ, օրինակ Ֆրիդրիխ Նիցշեն կամ հայերից ում վերցնենք, Միսակ Մեծարենցին, չէ՞։ Շատ տեսակ, նուրբ կերպար, ներքին բաները, իհարկե, դրա համար, չնայած ասենք Պետրոս Դուրյանն էր, բայց իր տառապանքները ռոմանտիկական տիպի էին, էլի, խեշտղեն, մահացավ, ու տենց էլ, լուրջ չսիրարվեց էլի, տենց, որտեղ շատ երեխա մահացավ, ուրեմն նու իհարկե ասենք այստեղ ինչ համար ենք սա դրել, ուրեմն եւ իհարկե ասենք այդ սև քառակուսին, որ դուք տեսնում եք, ինքը պարզապես սև քառակուսի չի, սա կարելի է ասել մի հատ դուռ է դեպի ուտոպիստական աշխարհներ, որտեղ ինքը Մալևիչը կամ Կանդինսկի, որ Կանդինսկին փաստորեն բան էր, չէ՞, արվեստի բանն էր, նախարար էր աշխատում բանի ժամանակ, Տրոցկու ժամանակ։ Հա, լավ։ Չէ, տեսի բանն է, այն ձևով է նկարված, այդ բանի վրա, այդ սև մատիտու բան արել, դրա համար քայքայվում է ինքը շուտ։ Լավ էլ անում է, որտեղ կնես ցուցահանդեսի համար էր սարքել, ոչ թե բաների, էլի։ Եվ իհարկե ասենք, թե մոդեռնիզմի ամենաբարձր արտահայտությունն դա էքսպրեսիոնիզմն է, այո, ինչի համար, որովհետև արդեն իրականության հետ ոչ մի բան չկա, էքսպրեսիոնիզմի մեջ բացահայտ արդեն մնում է, ամեն ինչ անհետանում է, մաքրում են էքսպրեսիոնիզմները, այդ ամբողջ շլակը, մնում է մենակ արտահայտումը, այսինքն այդ էքսպրեսիան է մնում, արվեստագետի սուբյեկտիվությունն է եւ այլն, ինչու, օրինակ ասենք, թե հատկապես կարևոր է բան, առաջին համաշխարհայինից հետո էքսպրեսիոնիզմը, երբ որ իրանք տեսան, ասենք, թե պատերազմը ինչ բան է, ամեն ինչ ավերող, ամեն ինչ ոչնչացնող առաջին համաշխարհայինն է, եւ իհարկե ասենք դրա համար էքսպրեսիոնիստների մեջ շատ էին հակապատերազմական այդպես գործերը։ Օրինակ, իհարկե էքսպրեսիոնիզմ կար եւ գրականության մեջ եւ արվեստի մեջ, դե գրականության մեջ գիտեք ով է էքսպրեսիոնիստ։ Այդ անուն լավ գիտեք, Ֆրանց Վերֆելի Մուսալերան 40 օրը տիպիկ, ասենք, թե էքսպրեսիոնիստական գրականության օրինակը։ Այսինքն, Չարենցի մոտ կա սիմվոլիզմ, էքսպրեսիոնիզմ, ֆուտուրիզմ ու կներեք սոցրեալիզմ, այո, տիպը էլի, նենց որ բանն է, ոնց են ասում, ինքը բոլոր ամեն ինչը կարար նմանակեր բանին, Սայաթնովային, կարար նմանակեր Տերյանին, կարար նմանակեր Թումանյանին, իրա համար, ոնց են ասում, հասկանում եք թե ոնց է, դա կոչվում է արտիստ, ոչ թե գրող,
այլ արտիստ գրող, հասկանում եք։ Իրեն համար արտիստիզմը առաջի տեղում էր, գրականությունը երրորդ։ Երկրորդ տեղում խմբերն ու բանն էր։ Ուռել եմ, հա։ Լավ, հա։ Բայց Թումանյանն է էքսպրեսիոնի չէ, ռոմանտիզմը ու որոշ տեղերում ռեալիստ իհարկե, ասենք բանում, դե այստեղ բանը Մաքս Բեկմանն են ցույց տալիս, ուրեմն Մինասի ամենամոտ ընկերներից մեկը Ալեքսանդր Գրիգորյանն էր, եւ կարող եք նկատել, որ Մաքս Բեկմանը ոնց է ազդել Ալեքսանդր Գրիգորյանի վրա, ինքը մոտրապես այս տիպի բաներ ունի, բայց Բեկմանի մոտ այդ ամեն ինչը բանը նեգատիվ է, ինքը ցենց ամեն ինչը պոզիտիվ, հետիատ, Ունենք ասում, թե բաները շատ են սիրում, էքսպրեսիոնիստները շատ են սիրում եկյալ։ Եվ Թումանյանը փորձեց դες մի հատ բան անել։ Թեոսոֆիա, գիտեք ինչ բանն է։ Անտրոպոսոֆիա, Շտայներ բան։ Տեսնում ես։ Վայ։ Այս Մարկ Շագալն է, այս կոչումը բանն է, կարմիր հրյա, գիտես ինչի համար է կարմիր, կոմունիստա թե բանը, որտեղ մուրուքն է կարմիր եւ այլն, որտեղ Շագալը իհարկե ոնց որ ամեն մի նորմալ հրյա բան հեղափոխության ժամանակ անցավ Լենինի ու Տրոցկու կողմը։ Ну, ոչ այդքան Լենին, ինչքան Տրոցկու։ Ոչ իմ քիչ մնաց երեխեք։ Այսինքն ոնց որ ստեղծագործողները քաղաքական միջավայրից Եվ սա, որտեղ բանն է, ամենավերջին ուղղություններից մեկն է, սա Էդվարդ Մունքն է, հետո ես կվերադառնամ այս նկարի, սա Լեգո Շիլերն է, այսինքն այդ Մարկ Մունքը պատկանում է բանին, էքսպրեսիոնիզմի վաղ շրջանին, դե Շիլերն էլ միջ պատերազմյան տիպի, հինակ միջև էդ էլ լավ էր նկարում, շատ հետաքրքիր այս ընտանիք նկարը, լավ, մեկ ուրիշ անգամ այդ բանը կանենք։ Ուրեմն, նախ առաջ ասենք, թե պետք է հասկանանք, որ օրինակ ասենք նաև կա տարբերություն ավանգարդի եւ բանի միջև։ Ինչու՞, օրինակ ասենք, թե կերպարի մեջ, չէ՞։ Օրինակ ասենք, ինչի համար Չարենցը կերպարը, որ համատում ես մեծարենցի կերպարի շատ տարբերություն, միտեղ խուլիգանն է, միտեղ սենց ինքնամփոփ հանճարեղ պատանի ոնց որ ինքնագրել, եւ այստեղ շատ կարևոր է, որովհետեւ բան է անում, մոդեռնիստը փախնում է հասարակությունից, կոպիտ ասած, ինքը ապրում է փողոցի աշտարակում, ոնց որ ասում են, հայտնի բաները, ավանգարդիստն թակարակ են գնում է դեպի հասարակություն, բայց սկանդալ ու խուլիգանություն անելու համար։ Այո։ Ուրեմն, ստեղ լավ եմ գրել, մոդեռնիստ նկարիչը նկարում է դասական ձևով, դասական միջոցներով, այսինքն կտավի վրա ներկերով եւ այլն, ապա ավանգարդիստը ուրեմն չի նկարում, իսկ եթե նկարում, ապա դա նկար կոչվել չի կարող։ Օրինակ, ասենք, կարող է Կանդինսկու սև քառակուսին նկար համարել, նկար չի, ինքը դուր է դեպի ապագան։ Հասկանում եք։ նկարի իմաստը է, դա։ Հայ տիպը։ Вообще-то Ուրիշ օրինակ սթրիթ արտը կարան բերենք որպես ինչ։ ավանգարդ։ Ոյ, մենք խոսում ենք ավանգարդի մասին։ Սթրիթ արտը պատկանում է նոր ավանգարդին։ Մենք խոսում ենք ստեղ դասական ավանգարդի մասին։ Տիպը սյուրռեալիզմ, տիպը դադայիզմ, տիպը ֆոտորիչն, դադայիզմը արդեն ոչ դասականի բան է, չէ՞։ Դադայիստներն ասում են, մեր նպատակը ոչնչացնել էքսպրեսիոնիստ նկարիչներին։ Ու հերթով ոչնչացնում էին, ինչ որ փախան Ամերիկա, Ջոշանի գլխավորությամբ։ Ուրեմն մի բան եմ ուզում ասեմ, մոդեռնիզմը ուրեմն ստեղծվել է մի ժամանակում, երբ որ շատ մեծ կարևորություն ունեին գաղափարախոսությունները։ Այսինքն
ոնց ասեմ դες էլի սպիտակ գվարդիականներ, կարմիր գվարդիականներ, չէ՞։ Նժդե եւ բոլշևիկները, ասենք, չգիտեմ, ֆաշիստներն ու բաները եւ այլն։ Այդ առումով դու կարող ես հասկանալ, որ հիմա կներեք գրքերը մեկ կարդում իդեոլոգիայի մասին։ Ինքը բանն է, ոնց են ասում, Սարոյան դա իրական բան է, Սարոյան եղբայրները իրար մորթում էին։ Եղբայրասպան պատերազմ։ Ուշ, դա կարևոր է հասկանալ։ Ինչու համար է հարկավոր դա հասկանալ, որտեղ որ մենք հասնենք պոստմոդեռնիզմի, ապա հասկանանք, որ հետ պատերազմյան ժամանակում անընդհատ տեղի ունենում գաղափարախոսության լղոզում։ Միջև որ սովետի անկումով, ասենք թե բանը, ինչ-որ մեծ փիլիսոփաներ վեր են կենում, ասում են վերջ, իդեոլոգիայի վերջ, գիտեմ պատմության վերջ, կարևորը վերջ է, լավ լինի։ Եվ այդ առումով, ասենք կարևոր բանն է, մենք հասկացանք, մոդեռնիզմը ինչ բանն է, մոտորապես։ Հիմա պոստմոդեռնիզմ պարզ բան է, չէ՞ ինչ նշանակում։ Այո։ Դա այն բանն է, այն արվեստի ուղղությունը, որ post է բռնում, post բռնել գիտեք ինչ է նշանակում։ Ով գիտի արտահայտությունը։ Post բռնել նշանակում է կատակել։ Ուրեմն post-մոդեռնիզմը դա այն մոդեռնիզմն է, որ post է բռնում մոդեռնիզմի վրա։ Չես խնդրում։ Ну, post բառը ընդհանրապես նշանակում է հետ։ Հետ մոդեռնիզմ, իհարկե, բայց ինչի համար հետ, ցավ տանեմ, այդ ուր են առաջ գնում, թե հետ են գնում, դա կարևոր է, էլի, որտեղ այդ հետը, ոնց ասեմ դες, էլի, հայերեն հետը երկու նշանակություն է, չէ՞, ետ նշանակություն և միասին, օրինակ ասենք Լյոտարն ասում էր, պոստմոդեռնիզմը դա բանն է, միշտ էլ մոդեռնիզմի մեջ եղել է մարդիկ, որոնք պոստմոդեռնիստ են եղել, էլի։ Եվ իհարկե ասենք անցնենք հետևյալը։ Ուրեմն պոստմոդեռնիզմի առաջին տենց ոնց են ասում հեղինակավոր օգտագործումը դա նշանավոր պատմաբան Արնոլդ Թոյնբերն է օգտագործել 47 թվականին։ Ինչ բան է մոդեռնիզմ։ Դու գիտեք, որ մենք ինչ ենք անում, ասենք գնում ենք Եվրոպայի ճանապարհով, մեր արժեքները համապատասխանեցնում ենք եվրոպական արժեքներին եւ այլն եւ այլն։ Ուրեմն այդ ամբողջ եվրոպական արժեքները գոյություն չեն ունեցել։ Իրանք 19-րդ դարում են հնարվել։ Որովհետեւ եվրոպացիներն են հնարել, որ հասարակությունը պետք է լինի ժամանակակից, մոդեռն։ Դրա համար ասենք Թոնիբին ոնց էր մտածում։ Դե քանի որ հիմա կան արդեն մի քանի կենտրոններ, չէ՞, առաջ միայն Եվրոպան էր։ Եվրոպան դա մոդեռն է։ Ուրեմն երբ որ Եվրոպան կորցնում է իր նշանակությունը, դա ինչ կլինի պոստմոդեռն։ Ուրեմն պոստմոդեռն Թոյնբեի իմաստով պատմական էպիսի դարաշրջանը, երբ որ օրինակ Սովետը կամ Չինաստանն նույնքան կարևոր են, ինչքան Եվրոպան։ Կամ Լատինական Ամերիկան, որ կներսին ժամանակ արդեն սկսում է։ Իհարկե ասենք պատերազմից հետո լիքը նոր բաներ եղան։ Այսինքն գրականությունը, գիտեք, բան է, դե արվեստն ու գրականությունը սովորում են, չէ՞, կյանքի փորձից։ Երկրորդ համաշխարհային իհարկե ցույց տվեց, որ ինչքան սխալ վատ գաղափարներ կան, չէ՞։ Օրինակ ասենք ամենասխալ գաղափարը որն է, ֆաշիզմը։ Եվ իհարկե, եւ դրա համար օրինակ ասենք թե հուսահատված Ադորնոն, տես մի հատ արվեստաբան կա, ասեց Աուշվիցից հետո, Օստրիացից հետո, ասենք գրել չի կարելի, նկարել չի կարելի, չգիտեմ։ Դա։ Ուրեմն բանը, Ժան-Ֆրանսուଆ Լյոտարը բայց բառը դարձավ պոստմոդեռնիստական իրավիճակ, զեկույցը բանի համար, ՄԱԿ-ի համար էր, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար էր գրել, եւ այնտեղ ինքը ասում է, որ մենք ապրում ենք մի նոր դարաշրջանում։ Ինչ դարաշրջան է դա։ Առաջին մենք ասեցինք, որ գաղափարախոսությունները սկսում են լողոզվել, դառնում են անկարևոր։
Ուրեմն պոստմոդեռնիզմը դա գաղափարախոսություններից հետո է։ Ինչ բան է գաղափարախոսություն։ Մենք չենք խոսում քաղաքական գաղափարախոսությունների մասին։ Մենք խոսում ենք նաև արվեստի մասին։ Արվեստի գաղափարախոսությունը ո՞րն է։ Գեղագիտական, էսթետիկական, ուրեմն արժեքը, էսթետիկական գեղեցկությունը։ Հասկանում եք։ Հա, դա իր իդեոլոգիան է։ Ու հանկարծ հայտնվում են նկարիչներ, չէ՞, որոնք սկսում են արժանանալ բանը, էսթետիկական այդ արժեքը։ Եվ բան կար, Ադորնո կար այնտեղ 20-րդ դարի ամենակարևոր էսթետներից մեկն է, շտապ գրում է էսթետիկական տեսություն, որպեսզի կներես արձանագրի, որ 60-ական թվականներին վերջացավ, գեղագիտությունը այլևս չկա, վերջ։ Օրինակ ասենք, եթե տեսել եք մինիմալիստական ստեղծագործություն, չէ՞, գիտեք ինչ բանել է։ Օրինակ ասենք քառակուսի է դնում, խորանարդ, 3 հատ, ասենք, սա կոչվում է արվեստի գործ, ինչ նայես։ Հարցանից դրա մեջ է, որ ընդեղ ոչ մի բան չպետք է նայես, ընդեղ նայելու բան չկա։ Մինիմալիզմ դրա համար է կոչվում մինիմալիզմ, որ ընդեղ ոչինչ չկա, ձանձրույթ։ Ոչ միայն բան, էսթետիկա չկա, ընդեղ հետաքրքրություն չկա նրան։ Օրինակ եմ բերում, որպեսզի հասկանաք։ Այսինքն անհետանում են, ասենք, այդ մեր գաղափարությունը կամ եթե ավելի ճիշտ ասենք, մեծ նարատիվները։ Ինչ բան է մեծ նարատիվ։ Ունակ սովետը պատմության դասագրքեր էին գրում, չէ՞։ Ինչ էր, այնտեղ մեծ նարատիվ կար։ Պատմությունը ինչ բան է։ Դա դասակարգերի միջև պայքարն է։ Չնայած ինքը չի հնարել, որ պատմություն դասակարգերի Մարքսը չի հնարել, ասեմ դες։ Մարքսը պարզապես բան արել, հետևություններ արել։ Լավ։ Հիմա, քանի որ մենք ասեցինք, որ բան, մոդեռնիզմը ստեղծել է փաստորեն գնացքն ու ռեսերը, չէ՞, որտեղ տյորների նկարը որ նայեք, կասեք, ինչ Կլոդ Մոնե, սա արդեն իմպրեսիոնիզմ է։ Ուրեմն ինչ է կատարվում 60-ական թվականներին։ Օրինակ ինչ է կատարվում տեխնոլոգիաների առումով։ 60-ականներից սկսած բան, արդյունաբերության դերը սկսում է ինչ անել, նվազել։ Որն է, այսինքն որպես կներ, սա արժի $100, սա արժի $10։ Հիմա, երբ որ փոխում է իրավիճակը, սա դառնում է $100, սա դառնում է $10։ Կարճ ասած, ոնց ձեզ բացատրեմ, էլի։ Կոմպի օրինակով բացատրեմ, կոմպյուտերային։ Կա ժելեզկա, չէ, երկաթ որ ասում են, կոմպյուտերի։ Ու կա սոֆտ։ Հիմա ժելեզկան կարա թանկ լինի, սոֆթը էժան։ Բայց 60-ական, 70-ական թվականներին տեղի ունենում հակառակը։ Սոֆթը ավելի կարևոր է դառնում, իդեան ավելի կարևոր է դառնում։ Չգիտեմ, բանը կարճ ասած գիտելիքն ու բանը, ինֆորմացիան ավելի կարևոր են դառնում, քան թե նյութականը։ Սա կոչվում է ուժ կապիտալիզմ։ Հասկանում եք։ Ուժ կապիտալիզմ։ Այսինքն արդյունաբերական կապիտալիզմ, ուժ կապիտալիզմը դա գիտելիքի ինֆորմացիայի վրա հիմնված կապիտալիզմ է։ Ուրեմն ինչ պետք է լիներ։ Եթե գնացքը փոխեց ու լուսանկարչությունը, չէ՞, այդ երկու տեխնոլոգիաները փոխեց արվեստի մեջ մտածողությունը, ուրեմն ինֆորմացիոն եւ բաները, գիտելիքի այդ բանը, կապիտալիզմը, իհարկե ասենք պետք է ազդել բանի վրա, նաև արվեստի վրա, եւ այստեղ ձևավորում է նորոգությունը։ Այսինքն արվեստի մեջ մտածողությունը սկսում է փոխվել։ Շատ երկարացիկ եղեք, արդեն հա, ուրեմն լավ, էսի արդեն պատմել եմ, էսի հետ, ես էլ արդեն պատմել եմ, ուրեմն նախ եւ առաջ տեսեք, մենք ասեցինք, որ մոդեռնիստ նկարիչը, չէ, դա այն արվեստագետն է, որ ինքը բարձր է հասարակությունից, որտեղ եթե բարձր չես կարող լինես ավանգարդ, առաջ տանող, դու մոդեռնիստ չես կարող լինել, որտեղ մոդեռնիստը ինքը ձևավորում է հասարակությունը։
ուրեմն 60-ական թվականներին ուրեմն կարևոր բան է տեղի այո օրինակ ասենք եթե 19-րդ դարի ամենամեծ գյուտերից մեկը չէ համարենք հեռախոսը ապա պետք է ասենք որ հետ պատերազմյան իրականությունով ամենամեծ հայտնագործություններից մեկը հեռուստատեսությունն է հեռուստատեսությունը ահավոր երևույթ է ասենք սարսափելի մի հատ երևույթ է որովհետև հեռուստատեսության շնորհիվ սկսում է տարածվել զանգվածային մշակույթը եւ զանգվածային մշակույթը հաղթում է բարձր մշակույթին չէ բարձր մշակույթին եւ հիմա ինչ անես բանը ոնց ասեմ դες էլի կարճ ասած հասարակ մարդը ուրեմն նաիվ է օժտված է կենսասերությամբ բան չէ ասենք մտնում եք թանգարան ասում են հերրից նայեք ձեռք չտաք բայց բանն է հասարակ մարդը միշտ ուզում է գա ձեռք տա երկրորդ եթե նվագում են կներես ինքը չպիտի սուսուփոս նստի պիտի վեր կենա բարի հասկացաք ասենք երկու էսթետիկա մեկը կոչվում է բան ոնց են ասում մասնակցության մեկը հեռավորություն ուրեմն բան են անում պոստմոդեռնիստ առաջին ուղղությունը դա պոպ արտն էր եւ ինքը առաջինն էր որ ձեռ առնելու համար սկզբում ձեռ առնելու համար հակադրելու համար abstract էքսպրեսիոնիստներին ուրեմն ստեղծում է այդ իր կերպարները վերցված զանգվածային մշակույթից եւ իհարկե ասենք բայց դրան իմաստ էր հարկավոր տալ եւ այստեղ իրանք հիշեցին որ գոյություն ուներ մի այսպիսի դադայիստ բանը Մարսել Դյուշան որը Նյու Յորքի ցուցահանդեսի ժամանակ բան էր բերել պիսուար էր բերել ու դրել էր այնտեղ ասել էր խնդրեմ սա արվեստի գործ է այնտեղ պատմությունը մի քիչ երկար է ասենք ինքը ստեղծել էր բան ազատ արվեստագետների եւ ինքը ասել ով որ $5 տալիս է կարող գա իր գործը ցույց տա ինչ էլ լինի դե բանն էր Դյուշանն էլ կեղծանունով բան էր արել $5 տվել էր ու իր գործը բերել էր սրանք ջարդել էին այդ իր գործը որից Դյուշանը կատարել էր էլի եւ այլն ու ասել էր արվեստն ու արվեստագետները դրանք կեղծ սուտ երևույթներ են աշխարհում կա մենակ մի ազնիվ երևույթ դա շախմատն է ես գնում եմ շախմատից դառնալ եւ իմիջիալոց ինքը եղել է Ֆրանսիայի շախմատի բանը հավաքականի անդամ դա բուշում օրինակ ասենք ոնց ասեմ դες էլի կարճ ասած կյանքը մոդեռնիստի համար անիմաստ է չարեց ոնց ասում հիմա ամեն ինչ անիմաստ է իզուր այդպես դու շեկնեցիր ինչի՞ թե կյանքը երիմաստ է հիմա ամեն ինչ անիմաստ է բայց օրինակ ասենք պոպ արտիստը տես չի ասի օրինակ Արման Գրիգորյանն ասած ցույց տա ինք ասի որ կյանքը կարճ ասած լավ բանն է եւ այլն կարճ ասած պոստմոդեռնիզմ առաջին հերթին ինք հայտնաբերեց առօրյականությունը կենսասերությունը չգիտեմ կարևոր տեղ տվեց որ նու գիտեք 60-ականների հիպիների այդ բանն է էլի որ սերը աշխարհ կփրկի բանը երեխաները կյանքի ծաղիկներ են եւ այլն նու այդ ամբողջ կյանքի մասն է եւ այլն իսի բաց թողնենք այսը բաց թողնենք այստեղ լյոտարի բանն է այս հետո կդրվի կարող եք բաց նայել ավելի այո ուրեմն նախ շատ կարևոր է մենք հիմա բան կանենք խոսենք սիրո մասին ուրեմն շատ կարևոր է պոստմոդեռնիզմը ուրեմն մոդեռնիզմը ուրեմն նորարարություն է նշանակում այսինքն ոնց է դա գալիս են սյուրռեալիստները եւ ասում կորչեն ֆովիստները կուբիստները մեր արվեստը ճշմարիտ ավելի նորարար է սյուրռեալիստներից հետո գալիս են չգիտեմ աբստրակցիոնիստները կորչի սյուրռեալիզմը կեցե աբստրակցիոնիզմը եւ այլն ու հանկարծ այդ ամեն ինչը վերջանում է
Ոչ թե նորարարություն անել։ Իմաստը ո՞րն է այդ նորարարությունը։ Ուրեմն, եւ այս առումով առաջանում է 60-ականներին այդ տպավորությունը, որ բոլոր խոսքերը ասվել են։ Ուրեմն, բայց եթե խոսքերը ասվել են բոլոր, բայց ինչ անեմ։ Ես ուզում եմ բացատրեմ իմ խոսքերով ինչ որ մի բան, Օլիային Ազատյան օրինակ, ոնց բացատրեմ։ Եվ այստեղ բանն է։ Ուրեմն ոնց անենք, եթե ես ինչ ասեմ, չէ, ասեմ ինչ էլ գրեմ Չարենցը կամ Տերյաննա, կարծես ասած երկու բան է, չէ։ Ну, եթե բան դրանից են կողմ չեմ կարող գնալ, ասենք ինչ գրում եմ կամ Չարենցի նմանաստացում կամ բանի Տերյանի կամ եսիմի, ուրեմն ես ոնց գրեմ բանաստեղծություն, չէ։ Իմաստը ո՞րն է։ Եվ այդ առումով ասենք թե արդեն մոդեռնիզմի գլխավոր սկզբունքը նորարարություն անհետանում է։ Չի կարելի անցյալը մերժել։ Անցյալը, բայց անցյալի հետ կարելի է խաղալ։ Հասկանում եք, այսինքն կազմակերպել խաղեր։ Լավ, հիմա մեկպիսի խաղ կարող եմ պատմել։ Սկսեցինք սերը։ Ուրեմն պոստմոդեռնիզմը, կարդամ չես դերը սիրո մասին է կարևոր։ Պոստմոդեռնիզմի մոտեցումը ինձ հիշեցնում է այն մարդուն, որ սիրահարված է լուսավորյալ տիկնոջը, խոսք գնում է կրթված, էլի։ Նա գիտի, որ չի կարող ասել, ես քեզ խելագարի նման սիրում եմ։ Քանզի գիտի, որ այդ տիկինը գիտի, եւ տիկինը գիտի, որ նա գիտի, որ այդ մասին գրել է Լեալան, Լեալան է գրողը, բայց օրինակ ասենք, ես չեմ կարող, ես քեզ շատ սիրում եմ, որ ասես կասել կնես Արամ Ասատրյանն ասես, կնես ինչ ռաբիզություն ես ասում այդ կամ այ աղջի։ Ոնց ասես, ինչ ասում ես կամ Արամ Ասատրյանն ասել, կամ էլ բանն է, Թաթան ասել, այդ երկու քարի արանքում բան է կանում, նենց հին ավելի բաներին չենք խոսնում, բայց ոնց անի, հիմա ես ոնց ասեմ, որ ասենք դա լինի սիրո խոստովանություն, դե հասկացար էլ ոտ չուս ասեմ, բայց նա կարող է խուսափել կեղծ անմեղությունից և հստակ հայտնել, որ անմեղ զրույցը անհնար է, բայց նմանապես կարողացավ անմեղ նշանակում է, որ ես չես ձևացնի, որ ասես ես եմ ասել, ոչ թե Թաթան ասել, բայց նմանապես կարողացավ հայտնել տիկնոջ այն ամեն ինչ ցանկանար ասել, որ սիրում է նրան և սիրում է կորուսյալ անմեղության դարաշրջանում, այսինքն բոլոր խոսքերը ասված։ Եթե տիկինը հասկանում է խաղի կանոնները, ապա հասկանա իր ուղղված բառերը որպես սիրո խոստովանություն։ Այսինքն ոնց որ Թաթան էր ասում, ես քեզ շատ սիրում եմ, ու դա շատ ավելի անկեղծ է ստացվում, քան թե պարզապես ասես։ Լավ գրող է ինքը ու միջնադարի լավ մասնագետ։ Նրանցից ոչ մեկը իրան անմեղ չի զգա։ Նրանք երկուսն էլ ընդունում են անցյալի մարտահրավերները, այն որ այդ բառերը ինչ որ մեկի կողմից արդեն ասվել են եւ դա հնարին անտեսել։ Երկուսն գիտակցաբար աճիկով խաղան հեգնանքի խաղը։ Եվ երկուսն էլ կարողանան խոսել սիրո մասին։ Ուրեմն շատ հետաքրքիր է։ Ինչի համար կարևոր։ Որովհետեւ եթե հիշում եք, բանն չէ, Չարենցին հիշում եք, որ ես նկատություն եմ, որ ինչու այդպես շիկնեցի, հիմա ամեն ինչի անիմաստ, դա նկատություն եմ, որ ինքը օրինակ ասենք թե ռոմանսանսերի մեջ, ինքը ասում է բանն է, սերը դա բուրժուական մնացուկ է, բանն է, իսկական պրոլետարական գիտակցությանը հատուկ է, ոչ պրոլետարիատի գիտություն դա բանը, պրեդնա, հոգևորություն և սեքսը։ Հասկանում եք, որ բաննա և այլն, և իհարկե ասենք մենակ ինքը չէր, Չարենցը չէր գրում սիրո դեմ, բոլորն էին գրում, բացի Մահարուց, որ Մահարին ասում էր, վայ, ես չեմ կարող տենց կոմերցական երգեր գրեմ, ես այնուամենայնիվ հավատում եմ սիրում, Հենց հետամնած մարդ էր էլի, Գուրգեն Մահարին, հիմա հովոն լիներ կասեր։
Եվ իհարկե ասենք թե այն որ, ասենք թե դու ոչ թե առաջ ես գնում, այլ սկսում ես խաղալ անցյալի կերպարների հետ, չէ՞։ Նա կլասիկական այդ բանն է, բայց ուշադրություն դարձրեք բան արել, կլասիցիստական սյուժեն, չէ՞, ասենք բան, հայտնի ժեստի վրա է հիմնված։ Այստեղ ամբողջ այդ բանը փոխված, այսինքն ընկնելու վրա է, հիմա ուրիշ կնայենք, ավելի հասկանալի կլինի։ Ուրեմն, եթե ամփոփենք, հեգնանք է պաթոսի փոխարեն, ուրեմն մտային արտացոլում գործողության փոխարեն, հասկանալիություն էլիտիզմի փոխարեն, խաղ ուտոպիզմի փոխարեն, երկրորդական նորարարության փոխարեն, կոկետություն, ուրեմն արմատականության փոխարեն, այսինքն ինչ ասեմ, էլի բան եք անում, խաղեր եք տալիս, ասենք մարքսիզմի հետ, չնայած մարքսիստ չեք, էլի, այդպես խաղում եք իր հետ։ Սինտագմա պարադիգմայի փոխարեն, լավ, էկլեկտիզմ ամբողջությամբ փոխարեն, էսի բանի համար ու անցնենք։ Էսի Ջեֆ Պոնսն է, Գագոսյանի ամենասիրելի նկարիչը, Գագոսյանը գիտեք չէ՞ ով է։ Աշխարհի համար առաջին, ոնց են ասում, ոնց որ կա սուպերմարկետ, չէ՞, ու կա մոլ։ Օրինակ կան գալերիստներ, որոնք սուպերմարկետի մակարդակի, ինքը բանն է, Նյու Յորք մոլի մակարդակի գալերիստը, հատկացակի տեսակի գալերիստը, աշխարհի ամենահարուստ, ամենաբանը, էս իրը ամենասիրելի։ Նու էսի դες ծանոթը, Լուիս Բուրժուանն է, ուշադրություն դարձեք, որ բան կա, ոնց են ասում, էլեմենտ կա, այսինքն անհասկանալի է, էլի, այսինքն թե ինչ է հասարակական վայրում սարդ են դրել, որտեղ աղջիկների կեսը սարդից վախենում են։ Հա։ Բացի մյուսը որ կա, օրինակ ասենք ճարտարապետության մեջ, հա։ Կաֆեշյանի մոտ այդ կնոջ բանը կա, արտանը կա, ծախտում էր պատված Կաֆեշյանը, Երևանում։ Հա, ինչ կա։ Դա էր այս գործերից։ Հայլի կներես էտի պոստմոդեռնիստական կանդակագործ, ես է ճարտարապետության օրինակ, հա, որովհետև ասենք Լե Կորբյուզեն կամ մյուսները, չէ, ասենք իրենք խոսում են բանի, ֆունկցիոնալության մասին, որ ավելորդություններ չպետք է լինեն, ոնց են ասում, Զարդանախշը, ոնց որ ասում էր այդ իրանց բանը, Զարդանախշը դա բանը, ոչմ հարկավոր գնդակարել Զարդանախշը մի բան էր, որովհետև ու դրա համար ամբողջ ինքը պետք է բան լինի, մի նպատակ ունենա, լինի մարդու համար ֆունկցիոնալ, որովհետև մարդը, ոնց են ասում, հոմոֆաբերա, գործարանային մարդ է, կարճ ասած, համալսարանը, նու այսօր կներեք բանն է, ամենահայտնի ռաբիս նկարիչն է, ուշադրություն դարձրեք, ասենք ինչն է այստեղ պոստմոդեռնիզմը, ասենք նայում ես, ասենք բանն է, չէ, ասենք կլասիկ, ասենք նատյուրմորտ է, բան, բնապատկեր, չէ, ասենք նատյուրմորտ, պեյզաժ է, չէ, ցավ տանեմ, ու գիտեք ինչքան հավես է, ասենք թե բան անել, բնության մեջ այդ գործը անել, եւ ասենք թե իհարկե այստեղ հումոր կա, բայց նաև հանդիսավորություն կա եւ այլն, այսինքն այդ ամբողջը կա։ Հա? Սումյակի որ գրած էր։ Սումյակի մտնաշաղի անուրջներն են։ Նկարի անունը մտնաշաղի անուրջներ, ոնց որ Տերյանի գրքի անունը։ Բայց իրեն մոտ ուրիշ անուրջներ։ Հա։ Երկրորդը, որ շատ կարևոր է, որպես երեխաներ բան անենք, դա բանն է, կոչվում է սուբյեկտի անհետացումը։ Որպես մենք հասկանանք, թե ոնց է սուբյեկտը անհետանում նկարչության մեջ, Վան Գոգի կոշիկները։ Գիտեք, Վան Գոգի իր կոշիկները շատ է սիրել նկարել։ Հա։ Որի համար ասենք թե բան, մի արվեստաբան վիճեց հայտնի փիլիսոփա Հայդեգերի հետ, Հայդեգերն ասում էր, սա Վան Գոգի կոշիկները չեն։
Սա ոնց են ասում, ինքը ասում էր, այս կոշիկները արտահայտում են գերմանական գյուղացու կապը հողի հետ։ Ինքը ասում է ոչ, այս կոշիկները արտահայտում են այն երևույթը, որ Վան Գոգը եղել է Եհովայի վկա։ Նու Եհովայի վկա այն ժամանակ չկար, որտեղ Եհովայի վկաները հայտնվել են կներ 20 տարի հետո, բայց ինքը բանն էր, գիտեք, քարոզիչ էր եւ գնում էր, ասենք, այս տակ կոշիկները քարոզում էր բավորներին, բան, քրիստոնեություն եւ այն աշճանի կներեք, sense ոգևորված քարոզում էր, բանը, որ որոշեցին, որ իրան հարկավոր է արգելել քարոզելը, ես նկատում եմ մոլերանտ քարոզիչ էր ինքը, դե ստիպված կներես բանը, եղբոր խորհուրդը սկսեց նկարչությամբ զբաղվել, ասեց կծախեմ նկարներդ, եթե լավ նկարես, բայց ինձ չկարողացա նկարները ծախել։ Այս էլ կներեք բանն է, Էնդի Վորխոլի բանն է, կոչվում է բանը, այս, նո, Սալմազն Նապիլենի հասկանում եք, ուրեմն շատ նշանավոր Ջեյմիսոնը գրում է։ Այս կոշիկները պնդում է Ջեյմիսոն, ակնհայտորեն մեզ հետ չեն խոսում Վան Գոգի կոշիկների անմիջականությամբ։ Իրականում ես հակված եմ կարծելու, որ նրանք մեզ իրականում ընդհանրապես ոչինչ չեն ասում։ Կներեք կարող է ձեզ ասում են։ Գոյասոնան է չէ կոշիկների։ Հա, դե կներես Էնդի Վորխոլից կարող է նորմալ նկարիչ չազդրի, բայց վերջացնեմ։ Այս նկարում ոչ մի բան, նույնիսկ նվազագույն տարածք դիտողի համար, ով լիովին անակնկալ սայթակում է դրա վրա, որպես ինչ որ անհասկանալի բնական առարկա թանգարանի միջանցքի կամ պատկերասրահի շրջադարձում։ Օրինակ, ասենք, դա շատ կարևոր փոփոխություն է։ Օրինակ, ասենք, թե Աշիլ Գորկու նկարներում իր անհատականությունն, իր սիրտն է դրված եւ այլն եւ այլն։ Բայց օրինակ, ասենք, ժամանակակից պոստմոդեռնիստական կամ կոնտեմպորարի արտում այդպես չի։ Ջեֆ Կունսին, ասենք, ճանաչում են իր, ասենք, այդ փչովի շնկներով, կատուներով, փիցիկներով եւ այլն։ Ինքը չպիտի լինի բան, ինքը պիտի լինի ճանաչելի։ Մի հատ նենց անակնկալ թիթիz բան անի, որ ոչ մեկը չի արել, չէ՞։ Հա։ Բանը։ Ու որ ասենք ինքը ճանաչելի լինի, կարևոր չի։ Բայց եթե դու ինչ-որ ճանաչելի բան ես ստեղծել, չէ՞։ Հա։ Չնայած ասենք լավ նկարիչներ միշտ կան արվեստագետներ։ Հա, սիմուլյակր։ Դե շատ կարևոր է բանն է սիմուլյակրը, որտեղ ինքը ասում է այն բանը, որ մենք ասենք վիրտուալ իրականություն։ Այսինքն կամած այդ բնական ֆիզիկական իրականությունը սկսում է իր տեղը զիջել։ Օրինակ, ասենք, ոնց ասեմ դες, էլի համեմատությունը հասկանաք։ Օրինակ, հին լուսանկարը, որ կար սև սպիտակ, չէ, եւ հիմա թվային լուսանկարը։ Թվային լուսանկարը, չէ, բանն է։ Դա սիմուլյակր։ Ինչու՞, որովհետեւ կներես ինքը թվերից է սարքած։ Այլ ոչ թե բնության պրոցեսն է, չէ՞, որտեղ այդ թղթի վրա որտեղ այնտեղ քիմիական պրոցեսը տեղ ունեն, էլի բնության մի մասն է եւ այլն։ Օրինակ ասենք, սա Գրիգոր Մուրադյանի գործն է, տեսնում եք, չէ՞, լուսանկարներ են։ Այս բոլոր անձիկ գոյություն չունեն։ Իրենց ստեղծել է կոմպյուտերային ծրագիր։ Այդ մարդիկ գոյություն չունեն, սրանք գոյություն չունեցող մարդկանց ծրագիրը ստեղծել կարող է գոյություն ունի ինչ-որ մեկը կնմանեցնի ինչ-որ մեկին։ Գոյություն չունի, որ տարբեր մարդկանցից, օրինակ քո աչքը գիտեն եկիակաճը կամ սրտ էս հավաքում է մարդկանց է ստեղծում, այս կապային ցուցադրության Այսինքն կարելի է ասել չկա բնօրինակ, չէ՞, եւ բանը։ Այդ կոչվում է հիպերիրականություն։ Այսինքն հիպերիրականությունը, երբ որ սարքված է, ասենք այս տեսակի արհեստականորեն ստեղծված բաներից։ Օրինակ ասենք թե վերցնենք զանգվածային Հայաստանի լրատվամիջոցները։
Դա հիպեր իրականություն է, որտեղ այնտեղ բաներն են, լրագրողները, ասենք թե իրականությունը կազմված է ֆեյքերից։ Դուրեր հիմա չկան, կան մենակ ֆեյքեր։ Ֆեյքերով կազմվում է, ասենք թե այդ են հիպեր իրականություն, որտեղ ցանկացած բան կարելի է գրել, տիպը այնտեղ, որ այլ, ասենք, կորոնավիրուսը այլ մոլորակայիններն են բերել։ Ու կներես, տենց բանն է, լեկցիա ունեն լավներ։ Ոչմ, կներես, էսի վերջ։ Հա, օրինակ ամենակարևոր սիմուլակրը որ կա, չէ, դա մարդն է։ Գիտեք չեն չի մարդը սիմուլակր, որտեղ մարդը ստեղծվել է Աստծու կերպարով և բանով, էլի նմանությամբ, չէ, բայց Աստված չկա։ Ուրեմն դուք սիմուլակր եք։ Եթե, հա? Աստված չկա, կներես, հա? Աստված կա, թե չկա։ Աստված չկա երկե։ Նու կներեք, եկեք դες բացատրեմ, էլի։ Մարդը կա, չէ, երեխեք։ Հա, բացատրեմ դες։ Մարդը կա, և մարդը, ասենք, կովը կա, և այլն, նկարը կա։ Այդ բոլորի համար շատ կարևոր է, իրենք կան թե չկան, հասկանում եք։ Իրականում ավելի կարևոր է ըստ Հայդեգերի ինչ-որ չկա։ Ինչու, որովհետև դա պոտենցիալությունն է, հասկանում եք։ Եվ մարդը ոչ թե այն բանը, որ հիմա դուք տեսնում եք, չէ, այլ այն, որ օրինակ ասենք թե կարող է լինել, ինչ-որ չկա։ Դրա համար, որ ասում ենք բանը, կան, չէ, գիտությունը պոզիտիվիստական, ինքը ասում եմ ինչ-որ գոյություն ունի, բայց փիլիսոփայությունը խոսում է այն բանի մասին, ինչ-որ չկա, դա է շատ կարևոր, այո, դա շատ կարևոր։ Հիմա Աստծու մասին խոսենք, նախ և առաջ, օրինակ, եթե մենք պատկերացնում ենք, որ Աստված, ասենք բանն է, չէ, այտենց կա, ոնց որ օրինակ ասենք չգիտեմ, կոմպյուտերը, բայց ես դեպքում կներես անհասկանալ է, թե ինչ իրեն Աստված ասում, հասկանում եք, մենք իրեն կարող ենք ուրիշ բան ասել, ուրեմն Աստծու համար որևէ կարևորություն չունի, ինքը գոյություն ունի, թե ոչ, իրեն всё равно, որովհետև գիտեք, օրինակ ինքը բան չէ, էլի, ասենք, քաղաքական գործիչ չի, որ ուզում է բան նախարար դառնա կամ դեպուտատ դառնա, էլի։ Իրեն պետք չի այդ ամեն ինչը։ Դրա համար այդ շատ լավ արտահայտել Բուդդան, որ Աստված չկա, ինքը ասում է, այդ էլ հենց Աստվածն է, որ չկա։ Հասկացաք ինչի համար եմ ասում։ Դրա համար Աստված կա, որովհետև գոյություն ունի չկա։ Լավ։ Ձեզ էլ հաջողություն։ Հույս ունենք, որ բան կլինի։ Լավ, էսի պրծեցնենք։ Նու պարզը, որ օրինակ ասենք մոդերն արվեստագետը իրեն հակադրում էր շուկայի։ Հիմա հակառակը, այսինքն ժամանակակից արվեստը կոմերցիալիզացված է։ Դա նշանակում է, որ օրինակ ինչքան թունդ խուլիգանություն անես, ինքան քեզ ավելի շատ փող կտան։ Եթե խուլիգանություն չանես, փող չընտան ընդհանրապես։ Այսինքն նույնիսկ խուլիգանությունն է դարձել է ապրանք։ Ուրեմն շատ տարօրինակ բան է երեխեք ջան, որտեղ մոդեռն արտ նշանակում է, երևի գիտեք ինչ նշանակում։ Երևանում թանգարանի վրա գրած է մոդեռն արտ մուզեում։ Ներքև գրած ժամանակից արվեստ։ Հիմա գրած է contemporary art, ժամանակից արվեստ, էլի։ Նու, դրա համար ասենք գիտի բան, մի քիչ անհասկանալի է, բան, էլի, թե դրանց տարբերությունը որն է։ Ժամանակակից է և մոդեռն արտը, և contemporary արտը։ Տարբերությունը որն է։ Կամ ասենք թե ինչի գոյություն ունի բաներ։ Կոպիտ ասած, եթե նայենք, ամենակոպիտը, ուրեմն Էդուարդ Մանե 1860 թվական, 1960 թվական, երբ որ ձևավորվեց, ասենք, պոպ արտը,
Pop art-ը ուրեմն ինչ է իրենից ներկայացնում։ Ներկայացնում է ուրեմն contemporary art-ի առաջին օրինակներից մեկը։ Հա։ Ուրեմն, երբ որ ասում ենք postmodernizm, մենք նկատում ենք ոնց են ասենք այս կողմից են քննադատում մոդեռնիզմը։ Contemporary art-ը, ասենք այս կողմից է քննադատում։ Մեկը աչից է քննադատում, մյուսը ձախից։ Կարծես ասած, contemporary art-ը քննադատում է modern art-ը, որ իր նորարարությունը սխալ նորարարությունն է։ Postmodern art-ը քննադատում է, որ նորարարություն պետք չէ։ Աչ ու ձախ, հասկացեք։ Լավ։ Անհատաշրջանի մեջ է պետք է։ Հա, ուրեմն կարճ ասած արդեն 70 տարի է, 60 տարի է ուրեմն contemporary art-ը։ Դրա համար, օրինակ ասենք թե սկսած 80 թվականից հետո, երբ որ թանգարան են բացում, թանգարանն չեն դնում modern art մուզեում։ Դնում են contemporary art մուզեում։ Նու իհարկե ասենք թե եթե էքսպոզիցիան մի քիչ ավելի շատ է, modern art and contemporary art մուզեում, հասկացեք։ Հա։ Ուրեմն կան նաև այլ տարբերություններ, արագ անցնենք։ Նու էսի ժամանակակից մենք թվարկեցինք, չէ՞, բաների ուղղությունները modern art-ի։ Կարելի ուղղությունով ասենք, իմանալ էսի բանն, ժամանակակից art, contemporary art-ի ուղղություններ, pop art, conceptual art, minimal art, video art, բանը performance art, body art նաև, postmodernism, это մտցնենք ինքը հատուկ տես նկարչական բանն է, տրանսավանգարդ, նեոֆիգուրատիվիզմ, հարաբերությունների արվեստ, մասնակցային արվեստ, street art եւ այլն եւ այլն եւ այլն։ Ուրեմն street art-ը ինքը չի պատկանում modern art-ին, ինքը պատկանում է contemporary art-ի կարևոր ուղղություններից մեկն է։ Հիմնական տարբերություն։ Ուրեմն ոնց որ ասում են, էսթետիկան 1860 թվականին անհետացավ։ Ոնց հայտարարեցին։ Մարդիկ սկսեցին վիճել, լսեք, այդ պիսուարը, որ բերել է, չէ, ասենք, դրել է այդ բանը։ Ոնց ենք որոշել, որ դա արվեստի գործ է, Դյուշանը։ Ձեզի։ Ոնց ենք որոշել, որ դա նշանակում է, որ մարդիկ սկսել են վիճել, ասենք, մարդը առաջարկություն անում։ Ես այս բանը բերել եմ, ուզում եմ, որ սա համարեք արվեստի գործ։ Մարդիկ սկսում են վիճել, ու ասում են լավ։ Սա կարելի է համարել ոչ արվեստի գործ, որտեղ արվեստի գործը չկան, արվեստի գործը թեկնածու։ Այսինքն դու կարող ես չընդունել դա, թեկնածուն դա է նշանակում։ Դու կարող ես իրան չընդունել, բայց մյուսը կարող է ընդունել։ Դրա վրա են պայմանավորում։ Ավելին հնարավոր չէ, էլի, արվեստի մեջ պայմանավորվել։ Եվ այդ առումով օրինակ շատ կարևոր է Ջեքսոն Պոլոկը, abstract ուրեմն էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչներից մեկ, գիտեք ինքը ոնց է նկարում։ Սա կոչվում է բանն է, գործողություն բանն է, action art-ի տեսակներից մեկը, սա կաթեցնելով էր ինքը անում, նկարում, սենց հսկայական բաններ, այդ կտավներ, սենց կաթեցնելով ինքը գնում էր։ Հետո կներ քառակուսի մեջով ծախում էր, կտրտնում էր, որ դրից պատային, կներ քեզ քանի քառակուսի մետր պոլոկ հարկավոր։ Եվ արդեն բաններ, արդեն պոլոկի մոտ, արդեն զգացվում է, որ ինչ-որ բանով այդ աբստրակցիայի հասկացողությունը ինչ-որ սահմանային, ինչ-որ վիճակի մեջ է եղել։ Եվ այս դեպքում հայտնվում է մի հատ շատ կարևոր մարդ Ռոբերտ Ռաուշենբերգ։ Այս Ռոբերտ Ռաուշենբերգը դեր ժամանակ բաններ, կներես ուսանող երեխա էր բաններ, սենց չսիրեց էլի այդ մոդեռն արտը, չսիրեց այդ դասական արվեստը, իրանց այդ բոլոր պայմանականությունները եւ այլն։ Ուրեմն նախվարaj ինչ վեհ նպատակներ կարող են լինել, չէ՞ որտեղ օրինակ պարզ է որ Արշին Գորկին վեհ նպատակներ ուներ, կամ ասենք ինչ վեհ նպատակներ ուներ, ասենք Մինաս։ Ինչ վեհ նպատակներ։ Հարց է տալիս։ Օրինակ ասենք երբ որ դեռ շատ 20 տարեկան տղա էր, բանը ինքը ջնջեց Վիլեմ դե Կունինգի նկարը, շատ հայտնի արվեստագետ abstract բաների եւ կախեց նկարը ջնջված Կունինգ անունով։ Իսկապես ջնջված Կունինգը։ Հասկանում եք, այստեղ արդեն այդ խաղի պահը զգում եք, չէ՞, որ ինքը բանը։
Ինքը սկսեց նկարել եւ իրականում ասենք թե կտավի վրա իր մոտ սկսեցին հայտնվել տարբեր տեսակի իրական առարկաներ, ասենք այդ խրտվիլակներ, չգիտեմ, խոտ, մոտ, ինչ որ պատահի, եւ այդ առումով ասենք կտավի տարածությունը, դա կոչվում է քննադատել կտավի տարածությունը, ասենք կտավի տարածությունը դուրս է գալիս ու գնում է դեպի ուր։ Իհարկե ոչ թե կոմունիզմ, ոչ որ բաններ, չէ, ասենք երազում էր, Արշինկովը երազում էր կոմունիզմի մասին։ Գիտեք, չէ։ Ինքը ասում էր, որ բանն է, Յոսիֆ Վիսարիոնովիչ Ստալինը իմ հորոխորտն է։ Գիտեք դա։ Բոլորին դες խափում էր։ Հետո իհարկե ասենք 60-ականների նաև պերֆորմանսներ էր անում, ինչ որ ինժեներների հետ տարբեր գործեր եւ այլն, ես ցույց կտամ իր գործերից երկուս։ Ռauschenberg իրեն չէր համարում պոպ արտիստ։ Ինքը ասում էր, ես նեո-դադայիստ եմ։ Դադայիստ դա նշանակում է նախորդ արվեստները մերժող, ոչնչացնող, հասկացեք։ Այս կոչվում է մոնոգրամ։ Հիմա օրինակ ասենք թե վերցնենք ամենահայտնի հայ մոդեռնիստ նկարչին, ով է դա։ Ну, Մարտիրոս Սարյանը, բայց ավելի հայտնի է երևի Մինաս Ավետիսյանը։ Ну, տեսնում եք։ Չէ՞։ Ոնց է, ասենք, մենք ասեցինք մոդեռնիզմը կոնստրուկտիվիզմը։ Դու ստեղծում ես քո սեփական աշխարհը։ Հեսա կներես։ Սոցիալիստին նկատում ես։ Սոցիալիզմը։ Իհարկե։ Հիմա նայեք Սարգիս Համալբաշյանին, որն է տարբեր։ Ну, նախ եւ առաջ իր տեխնիկայի մեջ Սարգիսը օգտագործում է տրապարետներ։ Դա շատ կարևոր է, ոչ թե նկարում, այլ տրապարետով։ Սկզբում տրապարետն ասացությունը տրապարետ սարքել երևի ավելի դժվար է, քան թե պրոստը նկարելը, բայց դրա փոխարեն ինքը ձեռք է բերում, ասի որոշակի բաներ, ոնց են ասում, այսինքն հետքի տպավորություն, այլ ոչ թե բան էլի, որտեղ վերջնում այն բնօրինակ լուսանկարը, իրան հետ տրապարետ է սարքում, հետո տրապարետ, կարճ ասած ինքը ստրիտ արտանում, բայց իրա կտավի վրա։ Բայց շատ հետաքրքիր է, ուրիշ մի բան, նայեք տեսեք, եթե բանի մոտ կոմպոզիցիան, ասենք թե ամբողջական է, չէ, դրա համար էլ ասենք մոդեռնիզմը մեղադրում են տոտալիտարիզմի մեջ։ Ուրեմն, սա կարելի է ասել գազանանոց, այստեղ ամեն տեսակ կենդանի կարող եք ճարել։ Ոնց որ Շիրվանզադեի վեպում այնտեղ տիրում է քաոսը։ Եվ դա շատ կարևոր է, որովհետև Լեոտար Ռեֆոր գրեց պոստմոդեռնիզմի մասին գիրքը, ինքը ասեց ժամանակակից աշխարհը, դա ոչ թե կարգավորվածության, այլ քաոսի սկզբունքի վրա։ Ինքն է կազմակերպող քաոս է։ Ուրեմն, այս այլի նկարներ շատ են դրել, որ ինձնից շատ չձանձրանակ, նկարիչների ձանձրանակ։ Դες այլ բանն է, ուրեմն Արման Գրիգորյանն է, ինքը երրորդ հարկի շարժումն է ստեղծել, իհարկե ասենք թե բանն է, ինքը պատմում ասում է, որ տարածված էր 80-ականների, դե մեր մոտ արվեստը մի բան է, քան տարի մի 50 տարի միշտ հետ անկնում, ոչինչ, ասենք սովետի տան բան ազդեցությունը, ուրեմն բանն անում, աբստրակցիոնիստներ եւ այլն, ինքն էլ որոշեց, որ հարկավորը բան անել, այդ անհետարքիր հայկական աբստրակցիոնիստներից փախնել ու, ասենք, նոր կենսահաստատող արվեստ բերել։ Արման Գրիգորյանը միշտ տենց մանիֆեստներ է գրում, կեցե կյանքը, կեցե սեքսը, կեցե կներեք ազատությունը, կեցե պրոլետարիատը, բայց իր մոտ բոլորը կեցեն, բոլորը ապրեն, դեղ հարկ չի մեր համար, այսպիսի բան։ Սա բաներն են, ես ուզում եմ արդյունքը ցույց տամ, սա բանն ենք արել, մեր կապանում ցուցահանդես արեցին։ Առաջին հերթին ուրեմն արվեստը անցում է կատարում դեպի կոնցեպտուալը։ Այսինքն սկսում է, ոնց ասեմ, մոդեռն արտի մեջ ինչն է կարևորը։ Օրինակ որ նայում ես Մինասին նկարին, չէ՞, այնտեղ շատ կարևորը, որ բան անես։ Ասենք թե դու տեսնում ես, որ նկարի իմաստ իր մեջ է։ Հասկանում եք։ Իր մեջ է։
այդ շրջանակի ներսում, բայց ժամանակակից արվեստ այդպես չի։ Արվեստի գործի նշանակությունը չի պարփակված շրջանակի ներսում։ Ունենք վերցնենք հետևյալ բան։ Վերցնում բանը, չէ՞։ Օրխոլը նկարում է, ասենք, Քեմբել սուպի բանկաները։ Գիտեք չենք ոնց է նկարել։ Ոչ թե կներեք ինքը տեսել այդ սուպի բանկաները։ Չէ, բանը ամսագրից կտրել է, ռեկլամը, շարժում դարձեք, ինքը գործ չունի իրական սուպերի հետ, կարող է ընդհանրապես երբեք կերածը չունի սուպի, հա, ինքը վերցնում է դրանք ու բանն է անում, փոխադրում է շրջակայքի միջոցով, ասենք, նկարի վրա, ինչն է իմաստը, որ դուք արդեն ոչ թե բան եք անում, սկզբունքը որն է, որ, բա ես, ուրեմն բանը, ոչ թե իմաստը էնն է, ինչ որ կայանման նկարի մեջ, այլ փոխազդեցության մեջ է, որովհետև այստեղ կարևորը, օրինակ դուք նայում եք եւ հեռավորությունից նայում եք, այստեղ դուք չեք կարող, դուք պետք է ակտիվ փոխազդեք։ Հասկանում եք, փոխազդեք նկարի հետ, որովհետև ոնց ասեմ ձեզ, օրինակ ասենք ռեկլամն ասում է նայի ինձ, նկարն ասում է նայի ինձ։ Իսկ երբ որ ասենք նկարը եւ ռեկլամը իրար բաներ ես անում, դու արդեն ոնց են ասում, ոչ թե նայում ես նկարին, այլ նկարի մեջից քեզ ես նայում։ Որտեւ կներես, այդ սուպը դու ես ուտում, ոչ թե ես եմ ուտում։ Հասկացաք։ Այսինքն ինքը ավելի շուտ վերաբերում է, ասենք, հարաբերություններին, քան թե բանի։ Կարևոր չեն դեռ ինչա պատկերված։ Կարևորը այնն է, որ այդ հարաբերությունները գոյություն ունեն եւ այլն։ Ուրեմն իհարկե ասենք կարևորը, օրինակ վիդեոարտի համար շատ կարևոր է, որ ասենք մագնիտոֆոնը հնարվեց, տեսամագնիտոֆոնը, որտեղ ճիշտ ասած բանով այդ որ առաջ այդ կինոյի ապարատուրայով շատ դժվար է վիդեոարտ անել, անհնարին է։ Իսկ հետո երբ որ թվային եղավ, դեռապես պոպուլյար դարձավ, ոչ թե պեյզաժի նման էլի, այսինքն առաջ շատ են պեյզաժ նկարում, որտեղ պարզ ամեն մեկի տան կողքին մի երկու ծառ ոնց էլ լինի կլինի էլի կամ մի հատ ստից գեր։ Եվ այլն, ուրեմն եւ արվեստն էլ, ասենք իր ժամանակի ընթացքում ինք փոխում է, օրինակ ասենք, եթե նայեք սրբապատկերներին, ինչա պետք է անել սրբապատկերները։ Նախ քաչակ ընկել, իսկ հետո պաչիկ անել։ Կամ, օրինակ ասենք թե բանը, չէ, գայքաշն այդ եկեղեցին, որտեղ գայք թագավորը պահում է մակետը, բանի, իրա եկեղեցու։ Այն եկեղեցու որ շրկացեցին, այդ մակետը օրինակ ասենք կարելի է վերականգնել այդ եկեղեցին, մակետը կա, դա էլ շատ բան արվեստն է, օրինակ ասենք եգիպտական արվեստն էլ, այսինքն ինքը այդ տեսակի, ոչ թե նայելու արվեստ է, որտեղ կնես ինչ նայես բուրգերի վրա։ Դե կարևորը ծանրությունն է, կոպիտ ասած։ Դա, ուրեմն հետո գալիս է հեռավորության արժեքը։ Դա շատ կարևոր է, եւ այդ արժեքը բան անում, հայտնվում է բավական ուշ, 19-րդ դարում, 18-րդ դարի վերջ, 19-րդ դար։ Ունակ 18-րդ դարում, այսպես է, մարդիկ որ գնում էին թատրոն, գիտեք չեն դե ոնց է, ինչ էին անում թատրոնում։ Ծխում էին, խմում էին, վիճում էին, գոռում էին եւ այլն։ Խեր դերասանը կներես բաներ, ինչ ուզում անի բանի վրա, ամեն մեկը իր բանի սուսուպուս նստել է, դա 19-րդ դարում են հնարել, կոպիտ ասած։ Եվ կարելի ասել, որ ժամանակակից արվեստը դա այնն է, որ չի ձգտում, որ դուք չդիպչեք իր նկարի։ Հասկանում եք, ոչ թե հեռվից նայեք, ու հիանագույներով կամ չգիտեմ կոմպոզիցիայով եւ այլն, չէ, դա մրցավորության արժեք է կոչվում։ Այո, այսինքն ընտեղ կարևոր չի, այսինքն ոչ օրինակ ասենք թե բան մոդեռն արտի ինչ որ գործի մեջ, չէ, իմպրեսիոնիզմը ոչ թե բան են անում, չէ, ասենք
կետերով նկարում են, բան են անում եւ այլն, լույս են նկարում եւ այլն, այնտեղ ինքը ցույց է տալիս տարբեր տեսակի ընկալումներ։ Ցույց է տալիս տարբեր ընկալում։ Բայց բանի մեջ արդեն բան անում, դիտարկում է հենց ինքը ընկալումը։ Այո, նո էսի կարևոր չի։ Ուրեմն շատ կարևոր է սոցիալական կողմը արվեստի, որովհետև ասենք ժամանակակից արվեստը մոդեռնիստ արվեստը, չէ, ասենք ոնց որ ասեցինք, սյուրռեալիստները բոլորը կոմունիստ էին կամ անարխիստ էին։ Ուրեմն իրենք կարևորում էին սոցիալականը, բայց ժամանակակից արվեստ կարևորում այդ բանը արդեն ինքը արվեստի մեջ։ Այսինքն ոչ թե սոցիալական աշխարհը դրսում է, իսկ նկարում ուտոպիան է, չէ՞։ Սոցիալական աշխարհը պիտի կան մտնի արվեստի գործի մեջ։ Ոնց որ օրինակ ասենք թե, ասենք Գրիգորի նկարում կամ ասենք Արմանի նկարը հիշում եք, այդ իր որ ցույց տվեցի, որ Արմանյան Միկորի։ Այսինքն առօրյականությունը կյանքը մտել է, սոցիալական կյանքը մտել է բանի մեջ, նկարի մեջ։ Մասնակցությունն է, դա կարևոր։ Ու այստեղ իհարկե ասենք դեմոկրատացման բան։ Այսօր շատ հետաքրքիր է։ Իմ 2013-ին բանը Մոսկվայի բերնալով մեզ գործը ստացավ առաջին մրցանակ։ Կոչվում է ջերմաստիճան։ Իսկապես որ նայում ես այդ թրծված աղյուսներին, իհարկե ասենք չես տեսնում ջերմությունը, բայց թրծված աղյուսների միջոցով ոնց են ասում կոնցեպտուալ ձևով լավագույն արտահայտել էլի ոնց կարել է տենց։ Այս բանն եկավ որ նայի էս իրենց մշակույթի նախարարը ու կատաղեց, ասեց Ես ինչ գործ եք տվել էլի առաջին մրցանակ, պետությունն է չէ, բիենալեի փողը տալիս, մշակույթի նախարարի գրպանից չի գնում, բայց մշակույթի նախարարության ֆինանսներից է գնում, դրապես sense ասում։ Ասեց, որ դուք չեք հասկանում ինչ բան է ժամանակակից արվեստը, ժամանակակից արվեստները ինչ որ ստեղծում են ժամանակակից նկարիչները, իսկ այս բաները, իսկ չի կարելի միայն այս ծորմարտիկ և վերացական այդ абստրակտ խորանարտիկների ժամանակակից արվեստ ասել։ Ուրեմն և այդ առումով օրինակ շատ կարևոր է, հասկանալ է, էլի, արդյոք հասկանալի է բանը, ժամանակակից արվեստը թե ոչ։ Ոնց ես բարձրացնեմ, էլի, ժամանակակից արվեստը, սրանով վերջացնենք, հա, կարելի է։ Չէ, մեկ ժամ ես պրոստը դա նման է դրոնին։ Գիտեք չէ դրոնների մասին հայտնի գեներալ Սարոյանը ինչ ասել, ոնց էր, տենց էր չէ, ասել է դրոններն ինչ էր հրացանով կխփենք, ծիտել կնեց, այդ հրացանով կխփենք։ Հիմա հարցը այն է, որ մտածողության, ես նկատի ունեմ մտածողության հարցը։ Եթե գեներալը չի պատկերացնում դրոնը ինչ բան է, կարող է այդպես գեներալները կարողանան հաղթել պատերազմը։ Եթե տենց կոպիտ օրինակ բերենք, էլի։ Դրա համար ոնց ասեմ ձեզ, հին արվեստը նման է կներես տտին, նոր արվեստը նման է դրոնին։ Պրինցիպի, այստեղ կարևորը մտածողությունն է, հասկանում եք, եթե ունեք ճիշտ մտածողություն, լավ մտածողություն, ուրեմն ոնց են ասում, կհասկանաք դրոնին, այլ ոչ թե կշփոթեք դրոնը ծտի հետ։ Հասկանում եք, տեսնեք, որ դա դրոն է, ոչ թե ծիտ։ Այդքանում։ Այդ դրա մեջ է կայանում, կներեք, ժամանակակից արվեստի հասկանալիությունը, որտեղ մենք ապրում ենք այդ դարաշրջանում։